Դանակով զինված 25-ամյա Վրեժ Գալստյանի մուտքը խորհրդարան Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը համարում է պարզապես միջադեպ հոգեվիճակի հետ խնդիրներ ունեցող երիտասարդի մասնակցությամբ եւ մատնանշում կատարված նախնական բժշկական զննության արդյունքները։ Կարծում եմ հենց իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եւ ազգային ժողովի անվտանգության մարմինները ի պատիվ իրենց ուզում եմ ասել, որ ցույց տվեցին, որ իրենք պոստում են։ Ազգային ժողովի փոխնախագահը մեծ այդ զրույցում հիշեցրեց, որ մենք հոկտեմբերի 27 ենք ունեցել, ուստի պետական ատյաններում անվտանգության կանոնները պիտի լավագույնս պահպանվեն, իսկ խորհրդարանի անվտանգության աշխատակիցներն ըստ հանրապետական գործչի գերազանց են կատարել իրենց աշխատանքը եւ ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում։ Խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս համակարծիք է, նրա գնահատմամբ նույնպես անվտանգության որևէ խնդիր այսօր չկա։ Ժամանակները այնպիսին են, որ յուրաքանչյուրը իր սկզբունքներին հարիր մոտեցնում է իրողությունները իրեն։ Ի տարբերություն իշխանական գործիչների արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այդ դեպքերից այլ տպավորություն է ստացել։ Ըստ նրա նման կտրուկ դրսևորումները վկայում են այն մասին, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է, եւ եթե չհաջողվի օր առաջ երկրի ղեկը ժողովրդի կողմից ընդունելի մարդկանց փոխանցել, այդպիսի դեպքերը զարգացում են ունենալու։ Ժողովրդի այդ որդքում ընդունում ենք որպես հրահանգ, որ մենք այլևս շատ երկար ժամանակ չունենք, դարիներ չունենք։ Անվտանգության վիճակի մասին խոսելը Ժիրայր Սեֆիլյանի խոսքով ծիծաղելի է, քանի որ ուժային համագարկ ամբողջությամբ կենտրոնացած է նախագահ Գոչեցյալի աթոռը բաբանման կորձին։ Միակ հանձնարարությունը նրանց դա է, որևէ ուժային համագարկ այսօր իր առաքելության մեջ չի։ Չորրորդ գումարման ազգային ժողովի падգամավոր Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով միջադեպին նախ տարօրինակ որակեց այն։ Հայաստանում քաղաքականությունը Ստեփան Սաֆարյանի խոսքով աղտոտված է եւ շատ երևույթներ թույլ են տրվում հետևանքներն ի պետս օգտագործելու նպատակով։ Եթե պատկան մարմինները չեն իմացել նման բանի մասին, սա շատ վատ բանի մասին է խոսում։ Սա նշանակում է, որ այդ մարմինները ընդհանրապես չեն գործում եւ եթե պետական ինստիտուտները ապահովագրված չեն, ապա առավել քան սովորական մարդը ապահովագրված չէ նման կարգի հարձակումներից։ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը եւ մյուս ուժային կառույցները պիտի սթափվեն եւ կատարեն իրենց առաջնային պարտականությունները։ Նրանց խնդիրը չէ գաղտնալսել, ձայնագրել ընդդիմադիր գործիչներին, նրանց խնդիրը չէ տեսանկարահանել ընդդիմադիր գործիչների հավաքներին եկող մարդկանց, նրանց խնդիրն է ուղղակի ապահովել հասարակական կարգ ու կանոնը եւ նաեւ ապահովել պետական մարմինների բնականon գործունեությունը։ Ավելին ժառանգություն կուսակցության ներկայացուցչի խոսքով գործող իշխանությունները կարող են մանիպուլացնել միջադեպի հետևանքները եւ անհամաչափ ուժեղացնել պետական մարմինների անվտանգության մակարդակը։ Սա ըստ Ստեփան Սաֆարյանի հին ձեռագիր է եւ կարող է նպատակ հետապնդել կանխել երթերի եւ բողոքի ակցիաների իրագործումը Բաղրամյան պողոտայում։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։